Այսօր այֆեի հյուրն է մահապարտ ազատամարտիկ Կարին Պարի երգի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Այսօր դուք համույթի համազգեստով եք եւ ոչ թե զինվորականի պատերազմից առաջ էիք պարում, թե հետո եւ ընդհանրապես պատերազմի ընթացքում պարում էիք։ Ուղղակի հայկական ավանդության համաձայն պարտադրորեն եւ պատերազմից առաջ եւ պատերազմից հետո պարում են, այլ բնույթի պարեր։ Պատերազմից առաջ պարում են նախ դերևս զորանոցում պարեր, որոնք կրթում են մարմինը, տալիս են ոգեղենություն եւ նաեւ զենքը կիրառելու հմտություն, կռվից անմիջապես առաջ այսօր նաեւ իմ կայքեջին տեղադրել է Ձորիմիրոյի այն հատված, երբ որ գալիս ասում են Համիդիեն եկավ, հայ քահանան ասում է ֆիդայիներին, որ Համիդիեն եկավ, իսկ Քերի մանուկը ֆիդայապետը ասում է, որ մինչև զենք վերցնելը օրեն է, որ հայ մարդ պիտի պարի եւ պարում են Երխուշտա։ Այսինքն եւ անմիջապես կռվից առաջ են պարել, որպեսզի ոգեղենություն ունենան եւ իրենց մեջ անպարտելիության խորհուրդ լինի եւ պարել են արդեն պատերազմից հետո, երբ որ արդեն իրենց քաղաքացիների, իրենց մայրերի, քույրերի համար ներկայացրել են նաեւ մարտի ընթացքը, նաեւ նման պատմողական պարեր են եղել։ Որևէ մեկը կասկած չունի, որ պատերազմի ընթացքում մեր բանակի մարտունակությունը, զինվորների ոգին իսկապես շատ բարձր է եղել եւ դա հաղթանակի գործում իր ամենամեծ դերն է ունեցել։ Այսօր մեր բանակը իսկապես մեր բանակում այդ ոգին կա, թե ոչ։ Շատերն ասում են, հիմք ընդունելով ազատամարտիկների սոցիալական վիճակը, որ այլևս այդ նույն վիճակը չէ։ Կարծում եմ սոցիալական վիճակը չէ, որ մեր ոգին պետք է կոտրի, իհարկե սոցիալական խնդիրները նախ եւ առաջ լուծելու կարիք ունեն, որովհետեւ նրանք սոցիալական են իրենց արտաքին շերտով, իրականում ներքին շերտում իրենք շատ ավելի պատվող խնդիր են եւ արժանապատվության նախ եւ առաջ մեր պետականության, մեր ազգի պատվի խնդիրն են եւ վստահ եմ, որ այդ խնդիրները պարտադրորեն լուծելու պարտադրանք պետք է լինի եւ պետք է պարտադրորեն ազգովի եւ հատկապես իշխանությունները այդ հարցը պատվով լուծի, բայց եւ այնպես ասեմ, որ դրանք ոչ մի ձեւով հայ մարդու ոգին չեն կարող կոտրել, որովհետեւ հայը ստամոքսի մարդ չէ եւ կռվում են ոգով եւ ոչ թե սոցիալական խնդիր լինելու կամ չլինելու։ Դուք ասում եք, այո, արժանապատվության խնդիր է, քանի այսօր ազատամարտիկ պատերազմ անցած տղամարդ չի կարողանում ձեր տվյալներով, ունեցած տվյալներով լուծել իր ընտանիքի օրվա հացի խնդիրը։ Շատ են, ես նույնիսկ մեր մահապարտներից մի տղա գիտեմ, որ արիության մեդալը ծրարով գցել էր նախագահի այդ նամակների բաժին, նամակ գրելով, որ եթե ես չեմ կարողանում տարական իմ երեխայի համար պաուսակ գնեմ, որ ինքը արժանապատվորեն դպրոց գնա եւ գնում է ցելոֆանի տոպրակով, ապա ինձ պետք չեն այս մեդալները, խնդրում եմ ինձ տվեք մի պաուսակ երեխայի համար։ Վստահ եմ, որ նման ընտանիքներ շատ են եւ սա շատ ցավոտ կողմ է, որովհետեւ պիտի որ ամենաարժանապատիվ ապրող մարդը մեր երկրում լինի այն մարդը, որը վտանգել է իր կյանքը հանուն հայրենիքի։ Բայց նաև պետք է ասեմ, որ այլ խնդիր, շատ ավելի լուրջ խնդիր կա, վերջերս Պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվությամբ խորհրդակցության ժամանակ 57.5% հարցված երիտասարդների տոկոսը չգիտի ովքեր են ազգային հերոսներ եւ չի ուզում նմանվել որևէ մեկ ազգային հանճարի կամ որևէ մեկ գործի մշակույթի։ Սա իհարկե իրենց խնդիրն է եւ նախ եւ առաջ իշխանությունների եւ նաեւ Պաշտպանության նախարարության գերատեսչությունների խնդիրն է եւ ես ուզում եմ այլ տեսանկյունից դա ասեմ, երբ որ Գարեգին Նժդեի հրապարակում Սպանդարյանի արձանն է 22 տարի շարունակ, երբ որ քաղաքի կենտրոնում ոչ թե Լեոնիդ Ազգալյանի, ոչ թե Մոնթե Մելքոնյանի, ոչ թե Թաթուլ Կրպեյանի կամ Մովսես Գորգիսյանի եւ մնացած տղաների կիսանդրիներն են, այլ Սախարովի հրապարակն ու կիսանդրին, դժվար է հայ երիտասարդին դաստիարակել այն ոգով, որը պետք է հայոց բանակի համար։ Մենք պարտադրորեն հայրենաշունչ պետք է դառնանք եւ հայրենատեր եւ հասկանանք, որ հայ զինվորը կամ հայ երիտասարդը ինքն իրեն ինքնըստինքյան չի դառնում զինվոր, ինքը պետք է ազգի զինվոր դառնա օրինակ ունենալով, իսկ լավագույն օրինակները մենք կոծկել ենք եւ որևէ մի հրապարակային տեղում հրապարակավ չկա այն կիսանդրիները թեկուս, չեմ ասում հուշարձաններ, մեծ կոթողներ, անգամ Արցախյան հերոսամարտին նվիրված ընդհանուր մի հուշակոթող Երևան քաղաքում, որտեղ կարիքը չի լինի, որ ես երեխայից դաստիարակեմ, պատմեմ, ինքը կտեսնի այդ հուշակոթողը եւ ասեմ, որ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում պիտի լինի հաղթակամար հայ մարդուն խորհրդանշելով, որ ցեղասպանությունից բացի մենք նաեւ հաղթանակներ կերտած ազգ ենք
եւ ի սկզբանե նախ եւ առաջ, քանի որ գլխավոր հրապարակը կոչվում է Հանրապետության հրապարակ, հանրապետությունը կայացել է Սարդարապատի Բաշաբարանի Ղարաքիլիսայի հաղթանակով։ Եվ կարելի է Չէ, թող լինի Հանրապետության հրապարակ, բայց այդ Հանրապետության հրապարակում պիտի լինի հաղթակամար, որը պիտի խորհրդանշի մեր հաղթողի կերպարանքը։ Պարզ է, շնորհակալություն պարոն Գինոսյան, մեր հաղորդմանը մասնակցելու, հարցերին պատասխանելու համար մեկ անգամ ևս շնորհավորում ենք ձեզ, ինչպես նաև մեզ բոլորիս բանակի օրվա առիթով, հուսով ենք ձեր բարձրացրած խնդիրները կլուծվեն։